Չեմ այդ մասին գնահատականներ տալու։ Ներկայացեք, խնդրեմ ձեր հարցը։ Մեծիահաբ Նարեգնունի, պարոն Սարգսյան, նախ ձեր խոսքում ասացիք, որ առողջական որոշ խնդիրների դեպքում, եթե հիմա տղաները ազատվում են պարտադիր ժամկետային զինծառայությունից, ապա սահմանափակումներով կկարողանան ծառայել։ Խնդրում եմ նշել, թե կոնկրետ որ հիվանդությունների մասին է խոսքը, եւ այս օրենքի նախագիծը բավականին մարդկանց մոտ խոճապ է առաջացել, շատերը հետաքրքրվում են հիմա նաեւ կոմենտներում, այս նստաշրջանին է հարցը քննարկվելու, թե աշնանային նստաշրջանին։ Շնորհակալ եմ կարևոր հարցերի համար, նշեմ, որ կառավարության որոշումներով սահմանված են հիվանդությունների ցանկը, թե որ հիվանդությունների դեպքում են զորակոչիկները ստանում տարկետում եւ որ հիվանդությունների արկայության դեպքում են ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից։ Ես առաջարկել եմ եւ այժմ մի քանի ամիս է արդեն ակտիվ նաեւ առողջապահության նախարարության գործընկերների հետ աշխատում ենք, որպեսզի ցանկը վերանայենք, որտեղ կան բազմաթիվ հիվանդություններ եւ քաղաքացին այսօր ստանում է տարկետում, սակայն նա արկա սպառազինության պայմաններում կարող է նաեւ ծառայություն անցնել իր հիվանդության հետ համատեղ։ Ես չեմ ցանկանա որևէ հիվանդություն այժմ նշել, նաեւ ցանկանամ բերել Իսրայելի փորձը, ճիշտ է մենք այդպես չենք անելու, բայց դրա նման այսինքն այն քաղաքացիները կարող են որևէ կերպ պիտանի լինեն բանակին, պետք է պիտանի լինեն, որովհետև տեսնում ենք հաճախ, որ քաղաքացիները առողջ են, օրինակ վարորդական վկայական ունեն, մեքենային վարում, կամ զբաղվում են սպորտով, կամ այլ աշխատանքով, եւ անգամ չենք կանխատեսում, որ այդ քաղաքացիները առողջական խնդիր ունեն։ Մեր շրջապատում տեսնում ենք, որ առողջների մեծ մասը չի ծառայել եւ տեսնում ենք, որ իրենք ինչ-ինչ մանր փոքր հիվանդություններ են ունեցել, որի ախտորոշմամբ կարողացել են ազատվել։ Մենք այժմ զինվորական ծառայության տեսակներ ենք բաժանում, որպեսզի որոշ խնդիրներ ունեցողները սահմանափակումով ծառայություն անցնեն։ Օրինակ, ինչ-որ տեխնիկաների վրա լինեն, ինչը մեծ առողջական բազա չի ենթադրում եւ սրանով իսկ մեծացնել զորակոչի թիվը։ Հարցը կքննարկվի այս տարի հաջորդ քառորդյային։ Այո։ 24 News, խնդրեմ ձեր հարցը։ Պարոն Սարգսյան, նաև քննարկումներ էր ընթանում, որ զինվորական ծառայության ժամկետը 2 տարից տարի ու կես դարձվի, այս մասով արդյոք որոշում կա, որ փուլում է եւ քննադատություններ եւ մտահոգություններ էին հնչում, որ եթե այդ որոշումը ընդունվի, ապա խնդիր է առաջանալու քանակի, այս անհանգստությունները արդյոք հաշվի եք առնում, թե ոչ։ Նախ նշեմ, որ որոշումը ընդունվելու դեպքում մենք քանակի աճ ենք ունենալու, ոչ թե նվազում, քանի որ այս քաղաքացիները արդեն իսկ խուսափում են ծառայությունից եւ չեն ծառայում, սրանով իսկ արդեն ինչպես նշեցի, ընդհանուր զինված ուժերում ծառայողների թիվը այս փոփոխությունների արդյունքում աճելու է, ոչ թե նվազելու է, եւ ես կանխատեսում եմ, որ մոտ, եթե մենք կարողանանք ամբողջությամբ իրականացնել այն ծրագիրը, որը ես ներկայացնում եմ, ունենանք մեկ տարվա ընթացքում շուրջ 20% ավել զորակոչված զինծառայողներ, ինչը մեծ թիվ է եւ կարողանանք ել ավելի հեշտ խնդիրները, որոնք մենք այսօր ունենք։ Հաջորդ հարցը, որը վերաբերվում է 2 տարուկես դարձնելուն, դա կառավարության ծրագրի մեջ է մտնում եւ պաշտպանության նախարարի հետ ես խոսել եմ եւ առաջիկայում նաեւ ցանկանում եմ, որպեսզի այդ փոփոխությունը այս փաթեթի շրջանակում լինի, բայց ամեն դեպքում սրանք անդրադառնանք մենք աշնանը կամ եկող տարի գարնանը եւ այս խնդիրը կլուծենք, ավելի մանրամասն փակագծեր այս բան չեմ ցանկանում բացել, բայց գնալու ենք այդ ճանապարհը, որպեսզի ժամկետային զինվորական ծառայության ժամկետը նվազի։ Մեգանյուս, խնդրեմ ձեր հարցը։ Պարոն Սարգսյան, հիմա դուք ձեր խոսքում էլ սկզբում նշեցիք, որ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում փոփոխություններ են